Օշան խանութում ենք գտնվում, գնումներ ենք կատարել, հիմա հասնենք տուն, ցույց կտամ ես այս ամենը։ Ինչ մեծ դեղատուն է, Օշանի ներսում է հենց, անձնապես շատ բաներ չենք գնել։ Արդեն վերադարձել ենք տուն, պրիվետ ասա բոլորին, ձեր լայքերը այս քնքուշ էակին, հիմա տեսեք այս ինչ գեղեցկություն եմ ձեզ ցույց տալու, այս հրաշք պիոնները, որոնք ճանապարհին արդեն բացվեցին, երկու փունջն էլ, բոլորը այսպես կոկոններ էին, բայց անմիջապես բացվեցին, թերթիկներն էլ թափվեցին, ես էլ դրել եմ այստեղ, եւ հիմա ցույց տամ մնացածը։ Սա էլ նախորդ գնումների ժամանակ կատարած ծաղիկն է, գերբերաները բացվել են, ցույց տամ, որ այս մի հատիկի վրա 3-ն են բացվել, ինչքան գեղեցիկ է, չէ՞, փունջ է դարել մի ցողոնի վրա։ Հիմա ցույց տամ գնումները, հարգելիներս, շատ քիչ գնումներ են կատարել, թեթևի մեջ է, մի քանի հատ միրգ, այս միղծիլն էր 8 եվրո, բիո միղծիլ է, չգիտեմ բիոնի ինչի են բիո ասում, միղծիլ է, երևի լավ որակի։ Սրանք Starbucks-ի կապուչինոներն են, կփորձենք, դե թթվասեր, 2 հատ շոկոլադե մոս, 30%-անոց կոնցենտրիկ կրեմի համար, ինչա կոչվում, 30%-անոց կոնցենտրիկ կրեմ, սա էլ ելակի համար ենք գնել, ելակի հետ այսպես համտեսելու միղծիլի, այս մաքրած տարբերակը հարմար է խեցգետինների և կոկոսի փաթիլներ խմորեղենի համար, ինչպես նաև այս շոկոլադները խմորեղենի համար ու այլուրը։ Այս ամենը ընդամենը մի խմորեղեն պատրաստելու համար դուրս եկանք, չնայած որ ձուն կարագը շատ ինգրեդիենտներ կան արդեն տանը, ինչպես նաև խտացրած կաթը։ Այդ դրա համար ես հաճախ գնում եմ խմորեղեն, քանի որ թխելով ավելի թանկ է ստացվում, պլյուս էլեկտրաէներգիան։ Դե այս մի քանի բանջարեղեններն էլ կողքից վերցրեցինք ուղակի։ Այսքան բան։ Եվ սրա դիմաց վճարել ենք, հիմա ասեմ ինչքան ենք վճարել, 66 եվրո, 66 եվրո 41 ցենտ ենք վճարել այս ամենի դիմաց, ահա արտիկլները, գները ում հետաքրքրում է, այսպես, իհարկե թանկացումները զգալիորեն նկատվում են, առկա է լայնամասշտաբ թանկացումներ, որովհետև առանց մսի, ձվի, ընդամենը մի քանի բանջարեղեն մրգեր և մի քանի կատնամթերք, կարծում եմ շատ է այսքան գումարը այս ամենի դիմաց։ Պատրաստեցինք այս խմորեղենը, անին շոկոլադե թխվածքը, իսկ ես ֆրանսիական փոքրիկ էկլերները։ Պատշգամբում արդեն բացվել է իմ հորտենզիաները, տեսեք, գրեթե բոլորը բացվել են, շուտով ավելի կգեղեցկանա այս փունջը։ Սա բերել եմ մեր նախկին պատշգամբից մի փոքրիկ կտոր, այն մեծ ծառը, որ ծառ էր դարձել իմ հորտենզիայի թուփը չկարողացա հանել բերել, որովհետև տեղ չունեի։ Տեսեք ով է եկել այստեղ, եկել է գիտեք ինչի հետևից, ամերիկությունների հետևից, հենց սուրճի հոտը աղնում է գալիս է, իմ սուրճի ընկերն է, Գուպին, ձեր լայքերը այս քնքուշ էակին մի մոռացեք, Գուպին շատ ուրախ կլինի, պարգևատրենք Գուպին, կթողես քեզ սիրեմ պուճուրիկ, դե արի, հոպ, Արավ տարավ։
Ուզում եք իմանալ, թե ինչ ենք ուտում մենք, ինչ առնենք, թե չառնենք, այս մի քանի բաները մշտապես կա մեր սննդակարգում եւ մասնավորապես այս հացը, շատ համեղ հաց է, սև հաց է, հենց խանութում էլ կտրատել ենք տալիս ու վերցնում։ Ընդհանուր առմամբ սա է մեր առավոտյան նախաճաշի սննդակարգը եւ իհարկե որոշակի այլ աղցաններ։ Պեպսին ես չեմ խմում, ես ինձ համար պատրաստում եմ թան։ Թեպետ քաղցս չկա, իբր թե չգիտեմ, գրած է 0% քաղցր, բայց յուրաքանչյուր այսպիսի գազավորված ըմպելիքի մեջ անհնարին է, որ քաղցս չլինի, բայց դե ինչ արած, դա են սիրում, դա են խմում, ինպես թան չեն խմում։ Եվ այսքանը կազմել է 24 եվրո 25 ցենտ եւ նշեմ, որ այս հացից երկուսն էինք գնել, մեկն եմ ուղակի տեղադրել այստեղ։ Ու նաեւ բանանը մոռացա նշեի։ Սա լեկ-լեղ խանութի գնումներն են։ Ահա ցույց եմ տալիս ինչեր ենք գնել ու կասեմ նաեւ գները, ինչպիսի գներ են այսօր իրոն Ֆրանսիայում։ Թվում է շատերին հետաքրքրում է, այո, ինչ գներ են Ֆրանսիայում։ Ուրեմն 12 արտիկլի դիմաց վճարել ենք 42 եվրո, 44 եվրոյի փոխարեն, քանի որ այս գելը ուներ զեղչ, երկու հատը մեկի գնով կարծես թե։ Համենայն դեպս 12 արտիկլ 42 եվրո, որի մեջ կա միս, պանիրների տեսականի, բանջարեղեն, հիգիենայի պրոդուկտներ եւ պիցցաներ, վատ չի, այս խանութի գները նորմալ են։ Միջինը գալիս է մոտ 4 եվրո յուրաքանչյուր արտիկլը միջին հաշվով, եթե բաժանենք գումարը քանակի վրա։ Ահա այսպիսի գներ են հիմա Ֆրանսիայում։ Մեկնաբանություններ թողեք, տեսնեմ դուք որտեղ եք ապրում, ինչպիսի գներ են ձեր մոտ, թանկացումները դարձյալ օրեցօր են եւ քանի տոկոս աճ կա արդեն գնային Ֆրանսիայում արդեն մի քանի անգամ մոտ 15%, 30% գնային աճ է նկատվում տարբեր պրոդուկտների վրա։ Իհարկե առաջնային զամբյուղի վրա չեն կարող 30% թանկացում անեն։ Առաջնային զամբյուղը դա առաջի օգտագործման բաներն են, որոնց վրա 10-ից 15%-ից ավել չեն կարող թանկացումներ անել, բայց ձուն էլ է համարվում առաջնային զամբյուղի սնունդ, կարծես թե թանկացում կա ձվի վրա, պատկերացրեք, որ ձուն արժեր 20 հատը, ահա 6 եվրո 13 սանտիմ, նախկինում 20 հատ ձուն արժեր ոչ 4 եվրոից ավել, 3.60, մաքսիմում թող լիներ 4, փաստորեն 15%-ից ավելի է թանկացել, ինչի իրավունքը չունեին, որովհետև ձուն համարվում է առաջնային զամբյուղի սնունդ։ Նախկինում խորհրդային տարիներին պետությունը վնասով կարող էր սննդամթերքը վաճառել, հացը թխել ինքնարժեքից պակաս գնով վաճառել, բայց քանի որ առաջնային զամբյուղի պարենամթերք էր, իրավունք չունեին գները թանկացնել կամ փոփոխել, թեկուզ վնասով պետությունը աշխատում էր, փռերի մասին է խոսքը, բայց այսօր այլ է իրավիճակը, ով ինչպես ուզում է, այդպես էլ աշխատում է, ոնց հասկանում եք, դա վերաբերվում է Եվրոպային նույնպես։ Կարծում եմ ամեն տեղերն էլ նույն վիճակն է, երբ Հայաստանում էինք ապրում, մեզ թվում էր այլ է իրավիճակը Եվրոպայում, բայց այստեղ գալուց հետո որ համոզվեցինք, որ գրեթե նույն սիստեմն է գործում ամեն տեղ։ Sephora. Տադամ, Hermes-ի H24 դուխին, տղամարդու դուխի է և պարֆումն է հենց Վադանչի, շատ պոպուլյար հոտ է, սիրված, ճանաչված, Unboxing համար 2, ինչ եք կարծում, ինչ կա այս մեծ հսկա գիգանտ փաթեթի մեջ, կարող եք կրահել, եկեք տեսնենք, ինչ է սա, կարող եք կրահել, այո, բորգ է սպորտի համար և ունի կպչուն տագդիր, հատակին ֆիքսվելու, որպեսզի շարժումների ժամանակ չփախչի,
Հազիվ են գտե, որ լայնությունը մեր ուզածը ով լինի, որովհետև շատ նեղ են, սովորաբար այս չափսի են սպորտային խանութներում վաճառող բուրգերը նեղլիկ են շատ եւ ուրախ ենք, որ գտանք ավելի մեզ հարմար տարբերակ։ Unboxing համար 3, տեսնենք թե ինչ կա այստեղ։ Ահա թե ինչ 4 միանման տուփեր, պատվիրել ենք ջահեր, յուրաքանչյուրից 2-ական։ Երկուսը կլոր ֆորմայի, երկուսը կարանտյուն։ Հիմա ցույց կտամ։ Ուզում եմ ցույց տալ, թե ինչքան լավ են փաթեթավորել, հենց այս բաների մեջ են դրել։ Պաշտպանիչ շերտ հանդիսացող խորարնարտիկների մեջ են դրել, կարծես տուփը տուփի ներսում շատ լավ են պաշտպանել իմիջայլոց, հույակապ լուծում են տվել։ Հիմա հանեմ, նայեմ։ Ահա այսպիսի ջահեր են, փոքրիկ, երկուսը խոհանոցի համար, միանման երկուսը միջանցքի համար, բայց նույն սերիայից է Art Deco մոտիվներով։ Եվ դեռևս չեմ հեռացրել այս պաշտպանիչ թաղանթը, սա նույնպես ունի պաշտպանիչ թաղանթ, պետք է հեռացնել, ավելի փայլուն կլինի այս դետալները, հենց հեռացնեմ բնականաբար։ Ես սիրում եմ պարզ լոկանիկ լուծումներ եւ իհարկե Art Deco դիզայնի աքսեսուարներ, նախապատվությունը տալիս եմ այդպիսի աքսեսուարների, որոնք ունեն իմ սիրած ոճը։ Art Deco եւ ռետրո ոճը իմ նախասիրած ոճն է։ Art Deco-ն 1920-ականներից է սկիզբ առել, իսկ ռետրոն արդեն 1970-ականներից։ Այդ երկու էպոխան իմ ամենասիրելի էպոխան է դիզայներական լուծումներով, լինի ճարտարապետական, աքսեսուարներ, զարդեր եւ այլն։ Եվ իհարկե ինձ դուր եկավ հենց այս նմուշները, որոնք առանց ավելորդությունների նաեւ ունեն ինչ-որտեղ մինիմալիստական, պահպանողական շքեղություն, հստակ ուրվագծեր, ահա այդպես է բնութագրվում Art Deco ժամանակաշրջանի շունչը, ոճը։ Այս էլեմենտները, սրանք խրուստալից չեն, այդ իսկ պատճառով շատ թեթև են։ Եվս փաթեթներ հենց նոր եմ ստացել, եկեք դե բացենք, տեսնենք ինչ կա ներսում, սկսենք փոքրիկից։ Պատրաստ եք։ Ես պատրաստ եմ։ Օ, c'est chic։ Հապա մի նայեք ինչ գեղեցկություն է։ Ինչ չքնաղ թևնոց է։ Վինտաժային, ժանյակային, բազմագույն։ Հիմա կկրեմ, կտեսնեք ինչքան գեղեցիկ է։ Ամեն գույնի շորի հետ կսազի, այնպես չէ։ Մինչ այդ ցույց տամ այն ամբողջական տեսքով։ Գունային գամայով 5 գույն կա այստեղ եւ ներսի հատվածը ամալգաման տեղում է այս գավաշոնների։ Դե ինչ, անցնենք փորձարկման։ Հապա մի նայեք, իսկը դաստակից չափով է, ինչքան գեղեցիկ է։ Այս համար ես այն մեծ սիրով կկրեմ։ Տադադամ, նույնիսկ մատանիից հետ է սազում։ Սա այն դեպքն է, որ այս թևնոցը ամեն ինչի հետ կսազի, տարբեր զարդերի հետ, տարբեր գունային գամայի հագուստների հետ, հրաշալի է ուղղակի, հրաշալի, արքայական թևնոց։ Դե ինչ, անցնենք հաջորդին, հիմա տեսնենք ինչ գեղեցկություն կա այստեղ ներսում։ Օ, ինչ լավ է փաթեթավորել։ Ինչ է սա, քող է հասանեկան, ես ինչի մեջ է փաթեթավորել, ինչ ասես կտեսնես իմ պրակտիկայում, բայց նման բան դեռևս ինձ հետ չէր եղել։ Վաու, հերթական շիկ արդոզը, ինչքան գեղեցիկ ու շքեղ ամառային վզնոց է, այս ապակին կոչվում է մարոզնե ստիկլո, ինչպես տեսնում եք ոսկե էլեմենտներ են առկա, շատ գեղեցիկ, եւ հեմատիտ, հեմատիտը դա բնական միներալ է, ամբողջ շղթան
բնական սառը հեմատիտ է։ Այս զարդը խստաշունչ կլասիկայի և կանացիության միքս է, պոդիումային զարդ, իսկապես այդպես կարող եմ ասել, որովհետև պոդիումում միշտ այսպիսի շքեղ աչքի ընկնող զարդեր են ցուցադրվում և միքսում են, ամեն դեպքում միշտ միքսում են բրուտալը նրբագեղության հետ, ինչպես այս դեպքում է։ Դե հիացեք ինձ հետ միասին ինչ գեղեցկություն է այստեղ տիրում։ Փորձեմ էլեմենտները ուղղել, այսպես պետք է լինի, կարծում եմ, ահա այսպես։ Հիմա ցույց տամ իմ սովորական հեմատիտե վզնոցը, բնական միներալ է ասացի, նայեք կլասիկան, որքան չորը չէ նայվում ամեն դեպքում։ Կլասիկան իհարկե նիկտոնիատմինյալ, կլասիկան դա կլասիկա է, բայց տարբերությունը առկա է այսպես հասարակ վզնոցի և զուտ այսպես ձևավորումով, ինչքան տարբեր է չէ նայվում։ Ցույց տամ մեկ այլ կլասիկ հեմատիտե, արդեն մարգարիտե էլեմենտների հետ վզնոց։ Ահա եւս մեկը, սա այլ էլեմենտներով է, տեսնում եք, այսպիսի էլեմենտներով է, casual ոճի ավելի վզնոց։ Եվ իհարկե թևնոցներ, առանց նրանց ոչ մի կերպ։ Այս թևնոցը կոչվում է վստրեչ, երբ որ էլաստիկը թելի վրա է անցկացված, իսկ սա արդեն այսպես փական ունի, այսպիսի փական, բալոնչիկ են ասում, սովորական փականով։ Բայց այս տարբերակով հեմատիտե վզնոց առաջին անգամ է ինձ հանդիպում, ուղղակի հիացրեց ինձ։ Հիմա կկրեմ ու դուք կտեսնեք, թե որքան թեթև է, որքան ամառային, որքան գեղեցիկ։ Պարտադիր չէ ծովափնյա, ինչ-որ տրոպիկական այդպիսի վզնոց կարծես լինի, բայց կարելի է կրել ամռանը նաև քաղաքում չի բացառվում։ Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն նայվում, հիասքանչ ուղղակի, ես սովորաբար այս բլուզի հետ չեմ կրի, պարզապես այս պահին սա էր հագս, բայց էլի սազում է, այնպես չէ, գեղեցիկ են դետալները, տպավորությունս մեծ է, անկեղծ ասած, սպասելիքներիցս ավելին էր, չէի սպասում, որ այսքան ինձ դուրս կգա այս վզնոցը։ Եվ ահա այսօրվա այս էկզոտիկ զարդերը գրավեցին իմ սիրտը, տեսեք որքան հիասքանչ են, որքան գեղեցիկ, ինչքան վառվռունկ աբաշոններ են և այս վզնոցը, որքան կյանք կա, շարժում կա այս վզնոցի մեջ, անկենդան զարդ չէ, որ սենց ուղղակի դնես, քայլես գնաս, այն անընդհատ փոփոխվելու է շարժման մեջ, անընդհատ նոր դետալներ է հայտնաբերվելու, նայեք ինչքան թաքնված դետալներ կան։ Բավական չի 3D է զարդը, այնուհանդերձ լավ ուսումնասիրության կարիք ունի, անընդհատ ես նոր ու գեղեցիկ դետալներ եմ բացահայտում և բնականաբար շարժման մեջ անընդհատ կփոփոխվի նրանց դիրքը և ավելի գրավիչ ու հետաքրքիր տեսք կունենա այս վզնոցը։ Ոչ մեկ անտարբեր չի մնա, այսպես ասեմ, այս զարդերի նկատմամբ և նա ով կկրի այս զարդը մշտապես կլինի ուշադրության կենտրոնում, շատ գեղեցիկ դետալներ են, անընդհատ ուզում եմ նայել, սա ինչ գեղեցիկ է, սա, այս ծաղիկը, տերևները, տեսեք, մահոզն է ստիպլո և սովորական ապակի, հեմատիտե հուլունքները, սովորական հուլունքներ, հեմատիտե հուլունքներ, ոսկեգույն հուլունքներ, անընդհատ կարող ես ուսումնասիրել ու նոր դետալներ հայտնաբերել։ Այսպիսի վզնոց դեռևս ինձ չէր հանդիպել, հեմատիտի հետ իհարկե դա բացահայտում էր, որ այդ խստաշունչ սառը միներալը կարող է այսքան կենդանանալ, այսպիսի զարդ դառնալ շնորհիվ այս հիասքանչ էլեմենտների։ Դե գնահատեք, իսկապես գեղեցիկ է, չէ՞։ Եվ այսպիսով այս գեղեցկությունը թող շրջապատի մեզ, իր գեղեցկությամբ նոր շունչ հաղորդելով մեզ։ Եվ ինչու ոչ, բարձրացնենք մեր տրամադրությունը միասին էսթետիկորեն գեղեցիկ ճաշակով զարդեր
դիտելով։ Մնացեք ինձ հետ, հետաքրքիր առջևում է։ Եվ իհարկե խնդրում եմ լայքերը ու ձեր մեկնաբանությունները չմոռանաք, ինչպես նաև եթե դուք նոր եք, առաջին անգամ եք այս ալիքում, միացեք մեր ալիքին, այստեղ ամեն ինչ գեղեցիկ ու հետաքրքիր է, բացահայտենք մեր աշխարհը նորովի։